Աշխարհի ամենախիստ եւ ամենամեծ բանտերից մեկը սեկոտը կառուցվել է փողոցային բանդաների վերջը տալու համար։ Վերջին տարիներին Սալվադորում ձերբակալվել է ավելի քան 70,000 մարդ, երկրի մեծահասակ բնակչության շուրջ 2%-ը։ Փոքր, բայց վճռական այս երկիրը որոշեց ոչ թե աչք փակել, այլ փողոցային բանդաների դեմն առնել, որոնք տարիներ շարունակ հսկողության տակ էին վերցրել երկրում ամեն մի անկյունը։ 40,000 կալանավորի համար նախատեսված այս կառույցում պահվում են բացառապես ամենավտանգավոր հանցագործները, որոնք ըստ իշխանությունների անհամատեղելի են հասարակության հետ։ Օրինակ MS-13-ի ու նմանատիպ խմբավորումների անդամները այստեղ չեն դիտարկվում որպես սովորական հանցագործներ, նրանք սոցիոպաթներ են։ Սեկոտը բաղկացած է 8 մոդուլից, յուրաքանչյուր մոդուլ շրջապատված է երկշերտ 3 մետր բարձրության պատերով եւ փշալարերով։ Բանտի ամբողջ պարագիծը պաշտպանված է 9 մետր բարձրության պատով եւ 15,000 վոլտ լարում ունեցող էլեկտրական ցանկապատով։ 19 պահակային աշտարակ անընդհատ վերահսկում է տարածքը, իսկ ավելի քան 600 զինվոր ապահովում է արտաքին անվտանգությունը։ Այստեղից փախուստ չկա։ Նրանց կյանքը փոխվում է մեկ օրում, երբ հայտնվում են Սեկոտի դարպասների ներսում։ Տեսակցություններն արգելված են, կապը հարազատների հետ ընդհատված։ Այստեղ կալանավորներն ընդմիշտ կտրվում են արտաքին աշխարհից։ Դե ինչ կցանկանեիք նման բանտ մեր երկրում էլ լիներ։ Դուք մտածեք, իսկ մենք կհանդիպենք։